Նոր տարվա տոները գրեթե ավարտվել են։ Ծաղկեպսակները դադարեցին այդքան ուրախ փայլել եւ Եղևնին սկսել է կորցնել իր ասեղները, եւ հիմա մենք կանգնած ենք հավերժական հարցի առջև. երբ է ժամանակը հրաժեշտ տալու այս անտառային գեղեցկուհուն։ Շատ շուտ իջեցրեք այն, եւ դուք ռիսկի եք դիմում դեն նետել ձեր հաջողությունը զարդարանքների հետ միասին։ Շատ ուշ իջեցրեք այն, եւ ձեր տունը կդառնա փոշոտ պահեստ։ Մենք խորացել ենք նշանների, ավանդույթների եւ գործնական առաջարկությունների մեջ, որպեսզի դուք ճիշտ իմանաք, թե որ օրը պետք է հանել ձեր զարդարանքները, գումար գրավելու, այլ ոչ թե ամբողջ տարվա ընթացքում ձեր ֆինանսական բարեկեցությունը վախեցնելու համար։ Ոսկե պատուհանը հին նոր տարվա եւ հայտնության միջև։ Մեր տատիկները հաստատ գիտեին, տոնածառը պահվում է մինչև հունվարի 14-ը, բայց հանվում է խստորեն հայտնությունից հետո, հունվարի 19-ին։ Այս ավանդույթը իր արմատներն ունի նախահեղափոխական Ռուսաստանում, երբ ամբողջ կենսակերպը որոշվում էր եկեղեցական օրացույցով։ Մինչև հին նոր տարին Եղևնին շարունակում է ճառագել անցնող տարվա վերջին եւ նոր տարվա առաջին օրերին կուտակված դրական էներգիան։ Այն նման է մարտկոցի, որը դեռևս պարունակում է տոնական տրամադրության եւ բախտի լիցք։ Հունվարի 14-ից հետո այս էներգիան սկսում է աստիճանաբար մարել, եւ մինչև աստվածահայտնության նախօրեին ժամանակն է մանրակրկիտ մաքրել ամբողջ տունը, դուրս հանել աղբը, լվանալ անկողնային ծածկոցները, սրբել հատակը եւ իհարկե բաժանվել նոր տարվա գեղեցկությունից։ Համարվում է, որ աստվածահայտնությունից հետո տոնածառը տանը թողնելը տան մեջ կլանում է հին տարվա էներգիան, խոչընդոտելով նոր սկիզբներին եւ նոր հնարավորություններին։ Ֆինանսապես սա կարող է հանգեցնել լճացման, փողը կգա դանդաղ եւ կվատանա արագ։ Այսպիսով, եթե հավատում եք սնահավատություններին, զգուշ եղեք եւ հեռացրեք բոլոր զարդարանքները խստորեն այս ժամանակահատվածում։ Սուրբ ծննդյան Եղևնու ապամոնտաժման ծես, գումար ներգրավելու համար։ Եթե ցանկանում եք պահպանել ձեր ֆինանսական բարեկեցությունը, պարզապես զարդերը հանելը եւ Եղևնին դեն նետելը ծաղրերգություն է։ Նրանք, ովքեր լուրջ են վերաբերվում նշաններին, հետևում են խիստ հաջորդականության։ Նախ հանեք ծաղկեպսակները։ Դրանք լույս եւ ջերմություն են հաղորդում տանը։ Այնուհետև հանեք փայլուն զարդարանքն ու ծաղկեպսակը, որոնք խորհրդանշում են բարգավաճում եւ առատություն։ Դրանից հետո զգուշորեն դասավորեք գնդիկները։ Յուրաքանչյուրը կուտակել է տոնական մոգության մի կտոր։ Եվ միայն վերջում, երբ Եղևնին ամբողջությամբ մերկացվի, հանեք գագաթը։ Այն համարվում է օրհնությունների եւ բախտի գլխավոր մագնիսը, ուստի այն հանվում է վերջինը, դրական էներգիայի հետ կապը հնարավորինս երկար պահպանելու համար։ Դուք պետք է Եղևնին դուրս հանեք ցերեկը, ցանկալի է արևի լույսի ներքո, եւ լավագույնն է, որ ձեր հարևանները տեսնեն այն։ Ինչու՞։ Որովհետև ցերեկային լույսը խորհրդանշում է ձեր մտադրությունների բացությունն ու ազնվությունը տիեզերքի նկատմամբ, եւ ականատեսները ուժեղացնում են ազդեցությունը։ Որքան շատ մարդիկ իմանան ձեր ճիշտ գործողության մասին, այնքան ավելի հզոր կլինի էներգիան։ Եվ հիշեք ամենակարևոր կանոնը. երբեք մի նետեք ձեր Սուրբ ծննդյան Եղևնին աղբարկղը, ինչպես սովորական աղբը։ Դուք բառացիորեն վատնում եք ձեր երջանկությունն ու բախտը։ Ֆենշույ ընդդեմ ուղղափառության։ Չինացիները սպասում են մինչև փետրվար։ Եթե դուք արևելյան ֆենշուի փիլիսոփայության երկրպագու եք, պատրաստ եղեք ձեր տոնածառը ունենալ մինչև չինական նոր տարին, որը սկսվում է միայն 2026 թվականի փետրվարի 17-ին։ Արևելյան ավանդույթի համաձայն, իրական նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի առաջինից, այլ ձմեռային արևադարձից հետո առաջին նորալուսնով։ Հենց այս պահից է, որ նոր տարվա զարդարանքները գրավում են հաջողություն եւ հարստություն։ Այնուամենայնիվ, իրական տոնածառը հավանաբար չի դիմանա մինչև այդ։ Փետրվարին մնում է միայն մերկ բուն եւ ասեղների կույտ, որոնք ցրված են բնակարանում։ Հետևաբար, ֆենշուի մասնագետները կամ սկզբից տեղադրում են արհեստական տոնածառ, կամ որպես փոխզիջում հունվարի սկզբին հեռացնում են իրական տոնածառը, դրա բացակայությունը փոխհատուցելով այլ բույսերով։ Կարող եք տոնածառը փոխարինել մեծ սենյակային բույսով, զարդարել այն ծաղկեպսակով կամ նոր տարվա ծաղկեպսակ կախել դռան վրա։ Գլխավորը մշտադալար խորհրդանիշը ձեր տանը պահելն է, մինչև չինական նոր տարին, որպեսզի ձեր ֆինանսական հոսքը չչորանա եւ շարունակվի։ Իդեպ, սա է պատճառը, որ շատ չինացիներ նախընտրում են կենդանի ամաններով տոնածառեր, որոնք կարելի է գարնանը տեղափոխել հողի մեջ։ Բժիշկները տագնապ են հնչեցնում, փոշի հավաքող տոնածառերը վտանգավոր են։ Հիմա մի կողմ դնենք միստիցիզմը եւ խոսենք իրական վտանգների մասին։ Բժիշկները, մասնավորապես մանկաբույժներն ու ալերգոլոգները, պնդում են, տոնածառը տանը պահելը 3 շաբաթից ավելի խստիվ արգելվում է։ Այս ընթացքում փոշու տզերը կարող են վարակել ասեղները, կարող է բորբոս զարգանալ եւ Եղևնին դառնում է ալերգենների իսկական բազմացման վայր։
Եթե ունեք փոքր երեխաներ կամ ալերգիայի հակված մարդիկ, եղևնին հանեք նոր տարուց 1 շաբաթ անց։ Ախտանիշները կարող են տարբեր լինել՝ մշտական հոսող քիթ, աչքերի և կոկորդի քոր, փրշտոց, հազ և շնչառության դժվարություն։ Ավելին, շատ մարդիկ անմիջապես չեն կապում այս ախտանիշները եղևնու հետ, նրանք կարծում են, որ մրսած են կամ վիրուս են վարակվում։ Իրականում մեղավոր է ասեղների և զարդարանքների վրա նստած փոշին։ Արհեստական եղևները նույնպես անմեղ չեն, դրանք փոշի են հավաքում նույնիսկ ավելի ակտիվ, քան իրականները։ Հետևաբար, եթե որոշեք ձեր եղևնին պահել մինչև չինական նոր տարին, պարբերաբար սրբեք այն խոնավ կտորով և օդափոխեք սենյակը։ Ձեր և ձեր սիրելիների առողջությունն ավելի կարևոր է, քան ցանկացած սնահավատություն կամ ավանդույթ։ Փողը կգա, եթե դուք ողջ և առողջ մնաք, այլ ոչ թե անկողնային հիվանդ ալերգիկ ռեակցիայով։ Երբ ծառն ինքն է ազդանշան տալիս, լսեք բնությանը։ Երբեմն անհրաժեշտ չէ դիմել օրացույցին կամ սնահավատություններին։ Ծառն ինքն է ձեզ կասի, թե երբ է ժամանակն է բաժանվել դրանից։ Եթե ճյուղերի ծայրերը դարչնագույն կամ կարմրաշագանակագույն են դարձել, դա նշանակում է, որ ծառը չափազանց շատ բացասական էներգիա է կուտակել, և ժամանակն է այն իջեցնել։ Նման ծառը փող չի գրավում, ընդհակառակը, այն սկսում է վանել հաջողությունը։ Եթե զարդարանքներն ու փայլուն զարդերը սկսում են ինքնուրույն ընկնել ծառից, չնայած ոչ ոք չկա և պատուհանները փակ են, սա Բրաունիի ակնարկ է, որ ժամանակն է դադարեցնել տոնակատարությունները և վերադառնալ աշխատանքի։ Մի անտեսեք այս նշանները, հակառակ դեպքում ամբողջ տարին կպայքարեք մանր խնդիրների և ֆինանսական խնդիրների դեմ։ Եթե բունը ճեղքվել է և ծառը անկայուն է, սա նույնպես վատ նշան է։ Ձեր բարեկեցության հիմքը սկսել է տատանվել։ Անմիջապես հեռացրեք նման ծառը, առանց սպասելու հին նոր տարվան կամ հայտնությանը։ Բայց արհեստական ծառի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է։ Այն հեշտությամբ կարող է կանգնել մինչև հունվարի վերջ, եթե պարբերաբար փոշոտեք այն և մաքուր պահեք։ Հիմնական բանը, որ պետք է հիշել, այն է, որ ցանկացած ծառ կորցնում է իր կախարդական ուժը նոր տարուց մոտավորապես 3 շաբաթ անց, տոնի խորհրդանիշից վերածվելով սովորական կահույքի։ 2026 թվականից հետո դուք պետք է գիտակցաբար իջեցնեք ձեր ծառը, հարգելով ավանդույթները, բայց նաև օգտագործելով առողջ բանականությունը։ Ոսկե շրջանը հունվարի 14-ից 19 է, երբ պահպանվում են և սնահավատությունները, և ձեր առողջությունը չի վնասվում։ Հետևեք ծառը մաքրելու ծեսին, մի նետեք ծառը աղբի պես, և ձեր ֆինանսական բարեկեցությունը կմնա ձեզ հետ ամբողջ տարվա ընթացքում։ Եվ եթե ծառը հանկարծակի սկսի կորցնել ասեղներն ու զարդարանքները հունվարի 5-ին, մի համարեք, լսեք բնությանը և վաղաժամ իջեցրեք այն։ Սնահավատությունները գործում են միայն այն դեպքում, երբ դուք դրանց հետևում եք, իմաստուն կերպով, այլ ոչ թե կուրորեն։